Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Էրիկ Բեգլարյան, Արցախ Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ, այստեղ հավատարմագրված փաստաբան ենք աշխատում եւ այս գործով որպես ներկայացուցիչ եւ որպես դժոխք պատրաստել ենք դիմումը, որպեսզի ներկայացնենք գլխավոր դատախազին, ինչու գլխավոր դատախազին, որովհետեւ մենք մեծ հույսեր ենք կապում, որ հենց գլխավոր դատախազի հսկողության տակ, իր հսկողության տակ կվերցնի այդ քրեական գործը եւ մենք կհասնենք արդյունքի։ Հակառակ դեպքում 320 այս վերջին դիմումը կներկայացնեմ ավելի բոլորը բովանդակությամբ։ Իսկ հիմա ես կցանկանայի ներկու բառով արտահայտվել Նիկոլ Փաշինյանի այն ժամանակ մետրոյում իր պահվածքը, գրեհիկ պահվածքը մեր արցախցի զոհված ազատամարտիկի աղջիկա նկատմամբ եւ կարծում եմ սա մնացել է անպատիժ եւ հիմա արդեն սովորական մարդիկ, ովքեր որ տեսնում են, որ իրենց ղեկավարը բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում զոհված ազատամարտիկի աղջիկա նկատմամբ, անվանելով նրան փախած, այն էլ իր երեխաների մոտ, իր երեխայի մոտ, մանկահասակ երեխայի մոտ, զարմանալին այն է, որ նա մի կնոջ է փախած անվանում, ում հայրը զոհվել է Արցախի պատերազմում, զարմանալին այն է, որ նա փախած է անվանում Արցախցուն, այն դեպքում, որ հենց ինքն է հրաժարվել Արցախցուն օգնության հասնել, հայտարարելով սեպտեմբերի 19-ին, որ դա իր պատերազմը չէ, ինչ է սա նշանակում իրավական առումով, փորձեմ բացատրեմ, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա եւ հիմիկվա դրությամբ մնում է Արցախի եւ Արցախցու անվտանգության երաշխավորը։ Այս պարագայում այդ պարտականությունը դնել ռուս խաղապահների վրա, կարծում եմ դա ճիշտ չի լինի, քանի որ եթե դու տեսնում ես, որ քո բերած ռուս խաղապահը չի գործում, դու պարտավոր ես միջոցներ ձեռնարկեի, որ առաջ կանգնեցնեիր այդ արհավիրքը, բայց դու չես արել դա։ Առավել եւս հայտարարես, որ մենք այդ պատերազմին չենք մասնակցել։ Դե լավ, հաշվենք, դու չես կարողացել, հնարավորություն չես ունեցել, խուսափել ես մեծ պատերազմից եւ այլն։ Ապա այդքանից հետո ինչու այստեղի ղեկավարությունը փորձում է արցախցիներին մեղադրել, ասելով նրանց փախածներ։ Ընդհանրապես մենք բոլորս գիտենք, որ սովորական, այն որ ասում են փողոցային ռազմորկանների մեջ ընկերության մեջ ով չի գալի իր ընկերոջը օգնում, նրան են պրետենզիա ներկայացնում, նրան են ասում ինչու չես եկել, բայց այս պարագայում գործել է այլ ընթացակարգ, այսինքն ինքն է ասում, որ մենք փախել ենք։ Դա չի համապատասխանում իրականությանը, մենք մնացել ենք մենակ, ինքը հանդիսանելով անվտանգության երաշխավոր, մեզ ընդհանրապես օգնության չի հասել։ Սովորաբար նման գործերը մնում են բարույթի մակարդակում եւ ոչ մեղադրյալի կարգավիճակ է լինում Ռոման Բաղդասարյանի օրինակը։ Ինչ է կանելու, որ ինչպես է հետամուտ լինելու, որ այս գործը առաջ գնա։ Ուրեմն այսպես, եթե այստեղ քրեական գործ չհարուցվի եւ նրան մեղադրակ չառաջադրվի, մեզ ունենք միայն մեկ հնարավորություն, այն էլ դատարանն է։ Կարծում եմ, որ դատարանները ավելի ճիշտ լուծում կտան այս գործին, այստեղ բացահայտ 329-րդ հոդվածի 3-րդ մասը առկա է, այսինքն ազգային անտելության շարժառիթով նա նման խոսույթ է ունեցել, նա նման հայտարարություն է տարածել եւ ձեր թույլտվությամբ կարող եմ ներկայացնել դիմումը։ Ոչ, բայց մենք նախատեսում ենք նաեւ հրապարակային ներողություն խնդրելով, խնդրելու նպատակով դիմեք դատարան քաղաքայցով, որպեսզի նրանց ստիպենք, որպեսզի հրապարակային ներողություն խնդրեն։ Իսկ դու կարծում եք դատաիրավական համակարգը անկախ է գործում եւ Նիկոլ Փաշինյանի կարգադրություններին եւ ուղղորդումներին չի ենթարկվի։ Եթե լսենք Նիկոլ Փաշինյանին, ոնց որ ինքը ասել է, որ կա որևէ դատավոր, որ իմ ասածը չանի, այո, չեմ կարծում, բայց ես տեսնում եմ, որ գործեր կա, որ իրականում
դատարանները կայացնում են ճիշտ եւ արդարացի որոշումներ։ Եվ հույսով ենք դա իհարկե մենք անպայման կբողոքարկենք դատարան։ Ես դրա մասին իմացել եմ այսօր, բայց քննության ընթացքում մենք կարծում եմ դա քննության գործն է, քննիչի գործն է, կարծում եմ դա կպարզաբանի ով է, դա դժվար չէ։ Ճիշտ ասած ասում են նաև որ արհեստական բանականությամբ օգնությամբ է կատարվել այդ տեսաուղերձը, բայց հերքվել է նույնպես։ Դիմումի տակստորագրություններ կան, թե մենակ Դիմումը ներկայացնում եմ ես եւ Անաստասիա Սրայալյանը։ Երկուսից կողմից ես այստեղ ներկայանում եմ ոչ թե որպես ներկայացուցիչ, այլ կոնկրետ դժոխ կողմ։ Այո։